Ողջույն, եթերում է Job Finder AM-ի HR Corner հաղորդումը։ Այսօրվա մեր հյուրն է IMR ընկերության տնօրեն Գայանե Բախշյանը։ Ողջույն Գայանե ջան։ Ողջույն Անի ջան։ Շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավիրելու համար։ Գայանե ջան, անցնենք մեր հարցերին։ Կպատմեք ձեր մասնագիտական ճանապարհի մասին եւ ինչպես հայտնվեցիք հետազոտությունների աշխարհում։ Նախ ասեմ, որ մարքեթինգային հետազոտությունների մասնագետ եմ, արդեն իսկ այսինքն զբաղվում եմ մարքեթինգային տվյալների վերլուծությամբ, մասնավորապես։ Իմ մասնագիտական ճանապարհը չի սկսվել հենց այս ոլորտում, այսինքն ես սկզբում տնտեսագետ մասնագիտությունն եմ ընտրել եւ ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Անցել եմ աշխատանքի հյուրընկալության ոլորտում, հետո HR ոլորտում տելեկոմ ընկերությունում եմ աշխատել, բայց մի բան ինձ չէր հերիքում եւ երբ լսեցի ընկերության մասին, որը նոր էր սկսել քայլերը կատարել, ինձ շատ հետաքրքրեց։ Այսինքն հետաքրքրությունից դրդված ես փոխեցի աշխատանքս դեպի մի ոլորտ, որի մասին շատ բան այդ ժամանակ չգիտեի եւ սկսեցի կարիերան ամենասկզբից, ամենաներքևի օղակից։ Եվ աստիճանաբար ինձ սկսեց դուր գալ տվյալների ոլորտը, հասարակական կարծիքի ուսումնասիրությունը, ինչպես են մարդիկ որոշումներ կայացնում, ինչպես են իրենց առօրյա կյանքում փոխում վարքագիծը եւ ինչպես կարող են բիզնեսները դրանից ելնելով որոշումներ կայացնել եւ որոշեցի ավելի խորանալ այս մասնագիտության մեջ։ Այսինքն ունենալով մոտ 4 տարի աշխատանքային փորձ, ես որոշեցի կրկին սովորել եւ ավելի խորանալ մասնագիտության մեջ եւ ստանալ նոր ակադեմիական գիտելիքներ։ Եվ այդպես հայտնվեցի ոլորտում, որտեղ շատ սիրեցի իմ դերը եւ որոշեցի, որ հա, սա իմն է։ Եվ այդպես արդեն 18 տարի եւ ավելի 20 տարի շուտով կլինի, որ ես այս ոլորտում եմ։ Գայանե ջան, ձեր աշխատանքը մարդկանց կարծիքներն ու ապրելակերպը ուսումնասիրելն է։ Ըստ ձեզ իրոք մարդիկ ձգտում են work-life balance-ին, թե դա ուղղակի թրենդային արտահայտություն է դարձել։ Այսօրվա մեր թեման շատ հետաքրքիր թեմա է, work-life balance-ը, որի մասին ամեն տեղից ենք մենք հիմա լսում։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք, մենք հատկապես վերջի շրջանում հաճախ կատարում ենք ուսումնասիրություններ աշխատաշուկայի վերաբերյալ, այսինքն employer branding կոչվածը, հա, գործատուի իմիջի հետազոտություններ ենք իրականացնում, որի բաղկացուցիչ մասը իհարկե ինչ է ուզում այսօրվա աշխատակիցը, պոտենցիալ աշխատակիցը։ Եվ շատ հետաքրքիր է այն բացահայտումները, բացահայտումը, որ մարդիկ իհարկե մենք գիտենք, որ մարդիկ աշխատում են, որպեսզի ապրեն, չէ՞, բայց առաջին տեղում աշխատավարձը չի։ Այսինքն իդեալական գործատուին փնտրելիս աշխատավարձը առաջի կետը չի, որին նայում են, այլ ուսումնասիրում են մթնոլորտը, միջավայրը, ղեկավար կազմի հետ հարաբերությունները եւ շատ կարեւոր է աճելու հնարավորությունները, ինչպես կարելի է աճել տվյալ գործատուի մոտ։ Եվ միայն 5-րդ տեղում է աշխատավարձը։ Այսինքն, հա, եւ գիտեք, հետաքրքիր փորձառություն ունեցանք, որ առաջին անգամ էինք արել հետազոտությունը խոշոր ծավալով եւ երբ գնացինք եւ ներկայացրեցինք արդյունքները, բավականին կոնֆլիկտային եղան առաջի ռեակցիան, որովհետեւ չէին հավատում, որ դա իսկապես այդպես է, բայց կրկնվեցին հետազոտությունները, կրկնվեցին, շատ փորձ ունենք արդեն այս ոլորտում եւ արդյունքը նույնն է։ Առաջին հերթին միջավայրն է մարդկանց գրավում, աճելու հնարավորությունները, հարաբերությունները, նոր աշխատավարձը։ Ինքնին work-life balance տերմինը, կոնցեպտը շատ հին պատմություն ունի, այսինքն նոր չի ինքը, շատ ավելի հին է, քան հենց ինքը տերմինը ճանաչվել է եւ դարձել է այսօր պոպուլյար քննարկման թեմա։ Եվ ոնց է, որտեղից է գալիս։ Հա, այստեղ կարելի է նայել, թե ինչպես է փոխվել աշխատաշուկան ժամանակի ընթացքում, օրինակ 1760-ականներից, երբ որ տեղի ունեցավ արդյունաբերական
հեղաշրջումը, այսինքն գործարանային աշխատանքը ծագեց, մինչ այդ ինչպես էր, մարդկանց աշխատանքը իրենց տներում էր, գյուղատնտեսություն, տանն էին աշխատում եւ չկար այդ տարանջատումը։ Իսկ երբ եկավ արդեն արդյունաբերական հեղաշրջման ժամանակաշրջանը եւ այդ գործարանային աշխատանքը, ի հայտ եկավ աշխատանքի եւ կյանքի բաժանումը, այսինքն առաջացավ ժամով աշխատել, այսինքն 40 ժամյա գրաֆիկ, արձակուրդ, հանգիստ եւ այդ բալանսը այդ ժամանակ իր տնտեսության փոփոխությունը բերեց այդ կարգավորման անհրաժեշտությունը։ Ինչպես գիտենք, կանանց մուտքը աշխատաշուկա շատ բան փոխեց իրականության մեջ եւ ոնց էր, չէ, կին տղամարդ հարաբերություններում տղամարդու դերը աշխատելն էր, գումար բերել, վաստակելը, կնոջ դերը տնային գործերը իրականացնելը։ Բայց երբ մասիվ ձևով կանայք ներգրավվեցին աշխատաշուկայում եւ սկսեցին աշխատել, արդեն դերերի բախում տեղի ունեցավ, չէ։ Ով պիտի անի տան գործերը, կինը գնում է աշխատելու, հետո գալիս է տանը նորից իրեն սպասում են նոր մնացած պարտականությունները։ Ու այդ work life balance-ը հենց կապվում է հաճախ կանանց դեպի աշխատաշուկա մասիվ մուտքով։ COVID-ի ժամանակաշրջանում, երբ որ մարդիկ սկսեցին տանից աշխատել եւ մեր կյանք ներխուժեց տեխնոլոգիական հնարավորությունները, ու մեր աշխատանքը նորից տեղափոխվեց տուն։ Լիքը ճկունություն դա մեզ տվեց, լիքը հնարավորություններ տանից եւ աշխատելու եւ տան գործերը իրականացնելու, էլ ավելի սրվեց այդ work life balance-ի հնարավորությունը, որովհետեւ թվում է թե տեխնոլոգիաները լիքը ժամանակ են մեր մոտ խնայում, բայց այդ ժամանակը լցվում է նոր աշխատանքով։ Ու երևի թե դա է պատճառը, որ այսօր էլ ավելի թրենդային է դարձել այդ թեման, բայց ասածս ինչ էր, որ եթե հետ նայենք, ապա կտեսնենք, որ work life balance-ի մասին դեռևս շատ հին 1700-ականներից այդ մասին խոսվում է եւ դա մի կոնցեպտ է, որը որ հասարակությունը շատ ավելի վաղուց է ի հայտ բերել։ Կանե ջան, հաջողությունը հաճախ կապում են երկար աշխատելու հետ, ձեր կարծիքով որտեղ է ավարտվում այդ աշխատասիրությունը, սկսում արդեն ինքնայուցումը։ Ոնց էր հաջողությունը հաճախ կապում են աշխատասիրության հետ։ Իմ կարծիքով հաջողությունը իսկապես կապված է աշխատասիրության հետ։ Եթե չունենաս աշխատասիրություն ցանկացած բանի մեջ, չես կարող հասնել հաջողության։ Դա իմ անձնական կարծիքն է եւ իմ կյանքի փորձն է դրա մասին ասում։ Երբ է գալիս ինքնահյուծումը, երբ որ այդ աշխատանքը պարզապես աշխատանք է, այսինքն դու մտել ես աշխատանքի մեջ ու պտտվում ես այդ հորձանուտի մեջ, առանց լսելու քո ներքին ձայնին, առանց ինքնաճանաչման։ Իսկ ինչու ես դու անում այդ աշխատանքը։ Ինչա տալիս քեզ այդ աշխատանքը ժամանակին, երբ որ մարդիկ աշխատում էին կայունության, մեկ մասնագիտության ձգտելու ճանապարհով, հա, իսկն դա էր անհրաժեշտությունը աշխատելու, որպեսզի ունենալ կայուն կյանք։ Ընտրում ես մեկ մասնագիտություն, աշխատում ես ամբողջ կյանքում։ Հիմա այլ բանի մասին է աշխատանքը։ Շատ մարդիկ այսօր աշխատանք փնտրում են ինքնադրսևորման համար։ Սիրելու համար այն ամեն ինչի, ինչ որ դու անում ես։ Եթե կա սերը աշխատանքի նկատմամբ, ապա work life balance-ը ինձ համար պարզապես կշեռքի վրա դրված երկու տարբեր հասկացություններ չեն։ Դա քո կյանքն է, դա քո կենսակերպն է։ Երբ որ դու զբաղվում ես մի բանով, որ քեզ տալիս է էներգիա եւ չի հույհյուծում ոչ մի դեպքում, եւ միևնույն ժամանակ հաջորդ մակարդակում, երբ որ դու հոբիներով ես զբաղվում, ընտանիքիդ հետ ես ժամանակ անցկացնում, դա էլ մեկ այլ էներգիա է քեզ տալիս։ Եվ իմ կարծիքով work life balance-ը ամեն մարդ ինքը պետքա գտնի ինքնաճանաչման եւ ինքն իրեն լավ ճանաչելու ու շատ կարեւոր հարցեր ինքն իրեն տալու ու պատասխաններ գտնելու համար։ Ես այս ամեն ինչը անում եմ, որովհետեւ որն է իմ ինչուն, ինչ մոտիվացիա ես ունեմ եւ որն է այն ժամանակը, որ ես տալիս եմ ու արդյունքը, որ ստանում եմ, դա ինձ ուրա տանում, դեպի ուրա տանում։ Այդ ժամանակ կարելի է պարզապես աշխատասիրություն ու ինքնահյուծում երկու կոնցեպտների մեջ հստակ բալանսը գտնել։
Երբ որ դու գիտես ինչի համար ես անում դա, քո վերաբերմունքը աշխատանքի հանդեպ լրիվ փոխվում է ու իրոք մեկ-մեկ չես զգում անգամ այդ սահմանը, որտեղ է քո սեփական անձնական կյանքը, որտեղ է աշխատանքը, որովհետև երկուսը մեկում է։ Հա, ես համաձայն եմ ձեր հետ, որովհետև իսկականից աշխատանքը այսօր մի բան է, որ կարող ես ամեն տեղից անել։ Հա, հատկապես հիմա մեր Հա, ժամանակներում։ կարող ես գնալ քո ուզած վայրում, նստել եւ աշխատել, ելի լինել շատ արդյունավետ։ Կարող ես տանը աշխատել, կարող ես գիշերը աշխատել։ Գայանե ջան, ինչու են շատ մարդիկ նույնիսկ հանգստանալու ժամանակ մեղքի զգացում ունենում, կարծես միշտ պետք է արդյունավետ լինեն։ Ու այդ չի վերաբերում միայն աշխատողներին, այդ նաև վերաբերում է տնօրեններին, հիմնադիրներին, դա շատ ծանոթ զգացողություն է, երբ որ դու այնքան պատասխանատու ես քեզ զգում աշխատանքի համար, այն արդյունքի համար, հա, որի համար դու աշխատում ես, որ նույնիսկ հանգստի ժամանակ քեզ թվում է ունես չկատարված գործեր, այ եթե դու այնտեղ չլինես, իմ ամեն ինչ կփլվի, վատ արդյունքը հետո քոքթերից է գալու, այսպես ասած, բայց այդ զգացողությունը մեզ հյուծում է, այ դա է, որ մեզ հյուծում է, այդ աշխատասիրություն չի, այդ ինքնահյուծում է եւ չունենալ այդ չմտածել այդ սահմանների մասին։ Հաճախ մենք տեսնում ենք մարդիկ, ովքեր շատ զբաղված են, շատ միշտ գործերի մեջ են, քոլերի մեջ են եւ գուցե դա տալիս է կարեւորության զգացողություն մարդուն։ Բայց նաեւ այդ մարդիկ հաճախ դժգոհում են, որ լսում ենք, դժգոհում են, հա, որ վայ, ես ինչ զբաղված եմ, ես չեմ հասցնում ապրել եւ այլն։ Ես էլ եմ ունեցել նման իրավիճակներ, բայց երբ որ ներքին խորքդ նայում ես, ասում ես, իսկ ես ինչ եմ ուզում, իմ դաշտում ինչ կա այդ ամեն ինչը կարգավորելու համար ու գտնում ես, գիտես, գտնում ես հնարավորություններ այդ ամեն ինչը կառավարելու եւ առանց մեղքի զգացման հանգստանալու, որ հենց վերադառնալով հենց քո գոլեգաները դու ուղղակի տանելի լինես նաեւ իրենց համար։ Ես էլ եմ մեկ-մեկ ունենում այդ զգացողությունը, իրականում հաճելի չի այդ զգացողությունը, բայց իրոք երբ որ մեծ պատասխանատվություն է քո վրա դրված, արդեն ոնց որ ինքնստիքյան գալիս է այդ զգացողությունը, չես կարողանում կառավարել, բայց իրականում լավ բան չի։ Չէ, պետք չի։ Պետք է հանգստանալ։ Որտեվ հանգստանալն էլ շատ մեծ կապ ունի, երբ որ հանգստանում ես, ավելի թարմ ուժերով վերադառնում ես աշխատանքի, ավելի արդյունավետ ես դառնում, քան Գայանե ջան, կարիերայի սկզբում անձնական կյանքը երկրորդ պլան մղելը ճիշտ ռազմավարություն է, թե վտանգավոր միֆ է, որին շատերը հավատում են։ Գիտեք, իմ սիրած բաներից մեկը, պատմություններից մեկը իմ մասին իմ հայրը ուներ հետաքրքիր խոսք եւ մեզ միշտ սովորացնում էր, ասում էր կյանքում ամենակարևորը դա հարմոնիան է։ Հարմոնիան ամեն ինչում, այդ նույն բալանսն է, հա, եթե sense բան անենք։ Հարմոնիան ամեն ինչում, նույնիսկ կենացեր խմում, եկեք խմենք հարմոնիայի կենացը։ Ինձ համար այդ այնքան կարևոր խոսքեր են եղել ու հարմոնիան ամեն ինչում, ամեն հարաբերություններում, աշխատանքում, ինքդ քո մեջ, երբ որ դու հարմոնիկ ես, հա, այդ ժամանակ ոչ միայն դու ես շահում, այլև շրջապատն է շահում։ Ինձ համար work-life balance-ը դա ընտրության հարց է, շատ հաճախ, որովհետև շատ անձնական է։ Դու քո անձնական կյանքի հաշվին կհասնես կարիերայի, թե կարիերայի հաշվին կհասնես անձնական կյանքի, այդ շատ կարևոր ընտրություն է, որ մենք կատարում ենք կյանքում։ Եվ եթե դու ընտրել ես, հա, կարիերայում հաջողություն հասնելը ու ինչ որ բան պիտի տուժի, չի կարող չտուժ։ Մի բան պիտի տուժի, բայց թե դու ոնց ես գնահատում այդ տուժածը հետ բերելու հնարավորությունները ու երբ ես կարողանում ստոպ տալ, որ չկորցնես։ Դա էլի կարևոր ընտրություն է, ինձ համար չի կարող ինչ որ մի բանը չտուժել, երբ որ դու ի օգուտ օրինակ կարիերայի կամ անձնական կյանքի որոշում ես կայացնում։ Դա պիտի լինի գիտակցված որոշում։ Գայանե ջան, ով է ավելի պատասխանատու այդ work-life balance-ի համար, գործատուն թե աշխատակիցը։ Ինչպես նշեցի սկզբում, միջավայրը, չէ, գործատուի մոտ միջավայրը շատ կարևոր հանգամանք է եւ հատկապես հիմա,
երբ որ work-life balance-ը trend-ային է եւ բոլորն են ձգտում դրան, կլինի ղեկավար, կլինի աշխատակից, այստեղ իմ կարծիքով գործատուն եւ ղեկավարները պատասխանատու են այն առողջ միջավայրի համար, որը նաև կտա work-life balance։ Եթե մենք աշխատում ենք մի հասարակությունում, որտեղ մարդիկ ինքնազարգացումն են կարևորում եւ սիրելի աշխատանքով զբաղվելու հնարավորությունները, ապա գործատունն է, որ պատասխանատու է այդ ամեն ինչը այնպիսի միջավայր ստեղծել, որպիսի երկուստեղ փոխշահավետ հարաբերություններ ձևավորվեն։ Հաճախ լսում ենք, որ կա ճկուն գրաֆիկ, հա, կա հնարավորություն տանից աշխատելու, բայց նաև լսում ենք, որ հնարավոր չի լինում դա իրացնել։ Այսինքն կա հնարավորությունը, բայց ովքեր են օգտվում։ Արդյոք օգտվում են աշխատակիցները քանի տոկոսն են օգտվում այդ հնարավորություններից։ Ուրեմն այստեղ շատ կարևոր է այդ փոխվստահությունը եւ փոխադարձ կոմունիկացիան թափանցիկ եւ ճիշտ իրար հասկանալը։ Ինչ դեր ունի աշխատակիցը այս ամեն ինչի մեջ։ Աշխատակիցը ունի դեր լինելու նախաձեռնող։ Այստեղ շատ է խոսվում հիմա նախաձեռնողականության մասին։ Շատ կարևոր է, որ աշխատակիցները լինեն նախաձեռնող եւ ամեն դեպքում լինեն պատասխանատու, որպեսզի կարողանան այդ հնարավորությունները ճկուն գրաֆիկի, day-off-ների եւ այլն կարողանան չանել աշխատանքի հաշվին, որովհետև ամեն դեպքում ցանկացած գործատու, հա, ինքը բիզնես է եւ շատ կարեւոր է, որ աշխատակիցները կիսեն այդ բիզնեսի պատասխանատվությունը։ Երբ որ կա այդ կոմունիկացիան, երբ որ գիտակցում են յուրաքանչյուրը իրենց դերը այդ բիզնեսում, այդ աշխատավայրում, այդ shared արժե համակարգում, այդ ժամանակ գործատուն տալիս է հնարավորությունը, աշխատակիցը օգտվում է այդ հնարավորությունից փոխշահավետ պայմաններով։ Հա, որտեվ եւ գործատուի եւ աշխատակցի ոնց որ նպատակը բոլորը նույն կետին են դեպի ձգտում, ու երբ որ իրոք երկուսի կողմից էլ գիտակցված է լինում, ավելի արդյունավետ է լինում։ Հիմա իրականում շատ է պահանջված այդ հեռավար աշխատանքը, բայց շատ դժվար է գտնել աշխատակից, որ իրոք կարողանա այդ պայմաններում աշխատել, որտեվ երևի 90% դեպքերում աշխատանքը միշտ ուժում է դրա արդյունքում։ Ես մեր ընկերության օրինակով կարող եմ ասել, որ մենք դեռ երբ որ չկար այս թեման, այսքան բարձր չէր արծարծվում, մեր ընկերությունում միշտ եղել է հնարավորությունը work-life balance-ով աշխատելու եւ չգիտեմ ոնց ենք կարողացել դրան, չգիտեմ, չեմ բացի փակագծերը, բայց դա գիտակցված որոշում է եղել եւ աշխատակիցների կողմից է դա շատ գնահատվում եւ հիմնադրի կամ ղեկավարության կողմից այդ գիծը տարվում է, այսինքն փոխ հարգալից միջավայրը բերում է այն ցանկալի արդյունքին, որ կոչվում է work-life balance։ Հնարավոր է լինել իրական մասնագետ առանց անձնական կյանքը զոհաբերելու, թե ամեն դեպքում ինչ-որ բան պետք է զոհաբերել։ Տեսեք, մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ, չէ՞։ Երբ որ մենք մի բան անում ենք, ներդնում ենք ռեսուրս։ Ժամանակը ռեսուրսներից մեկն է մեր ամենակարևոր ու ամենաթանկ։ 24 ժամ ունենք։ Այդ 24 ժամի մեջ չես կարող ամեն ինչ տեղավորել։ Կարծում եմ, որ ինչ որ մի բան կտուժի, բայց նայած քո համար ինչքան առաջնահերթ էր այդ հարցը, ինչ առաջնահերթություններ ես դնում քո առաջ ու ոնց ես կարողանում ամեն դեպքում գտնել այդ հարմոնիան, գնալու քո ձգտումների հետևից եւ վերջի երջանիկ լինելու, որտեղ ամեն դեպքում չես կարող 100%-անոց անընդհատ երջանիկ լինել։ Լինելու են տխրություններ, ձախողումներ, մի օր կտխրես, մի օր չես կարող work-life balance ունենալ այդ հարմոնիան, եւ դա էլ է նորմալ։ Չես կարող միշտ իդեալական լինել, բայց լինել հաշտ քո ընտրությունների հետ եւ հիմա որոշել եմ, որ այսինչ բանը այսօր ես մինչև գիշերվա 3-ը աշխատում եմ, վերջացնում եմ այս գործը, հաշվետվությունս գրում եմ,
հա, վերջացնում եմ, որովհետև ինձ համար կարևոր է, որ ես իմ աշխատանքում լինեմ լավ մասնագետ, իմ իմիջի համար, իմ սիրած մասնագիտությանը նվիրված լինելու տեսանկյունից, ես անում եմ դա, բայց վաղը ես հանգիստ եմ եւ կարող եմ, չգիտեմ, ավելի 2 ժամ քիչ աշխատեմ, ես այդ ընտրությունը կատարել եմ իմ քնի հաշվին, որովհետև ես ուզում եմ նաև լինել լավ մասնագետ։ Հետո այդ փորձառությունները, դժվարությունները, եթե մասնագիտության մեջ էլ չլինեն, ընդհանուր կյանքում էլ էլի, եթե չլիներ, անհետաքրքիր կլիներ շատ, որ միշտ ամեն ինչ լավ լիներ, հարթ լիներ կամ հեշտ տրվեր ամեն ինչ։ Հա, հեշտին ձգտումը մեզ բան է անում։ Մոտիվացիա չկա։ Չկա, հեշտին ձգտումը մեզ պարզացնում է, պարզամիտ է դարձնում։ Հեշտը, բոլորը կարող են հեշտ։ Եթե մարդը իրոք զգում է, որ հոգնել է աշխատանքից, բայց չի կարող դադար տալ, ինչ կարող է անել, որ չհասնի բըրնաութի։ Դժվար սիտուացիա է։ Դա դժվար իսկապես ցավալի իրավիճակ է, ես պատկերացնում եմ, հասկանում եմ։ Կարծում եմ, որ միշտ կարելի է զրուցել։ Միշտ կարելի է անկեղծորեն զրուցել գործատուի հետ, ասել, որտեղ բոլորն էլ մարդիկ են։ Եվ եթե դու մտածում ես, որ չես կարող խոսել, ապա իսկապես բարդ է, ես չեմ կարող ասել ինչ կարելի է անել։ Չեմ կարող խորհուրդ տալ, ասել ուրեմն թողեք գնացեք, որովհետև տարբեր հանգամանքներ կան կյանքում, տարբեր իրավիճակներ կան, չեն կարող մեղադրել ասել, ինչ ես դժգոհում ու մնում, դե թող դուրս արի եւ այլն, որովհետև տարբեր իրավիճակներ կան, տարբեր հանգամանքներ, բայց ես խորհուրդ կտայի, որ խոսեին անպայման, գտնեին մեկին ընկերությունում, թեկուզ ոչ ամենաբարձր ղեկավարի, խոսեին եւ այն մեկին, ում վստահում են ու այն մեկին, ով իրենց իսկապես կտա ցույց կտա ճանապարհ, որով իրենք կկարողանան հասնել, էլի, դուրս գալ այդ դժվար իրավիճակից։ Դե կարծում որ գործատուի համար էլ է կարևոր, որ իր աշխատակիցը հոգեպես առողջ վիճակում լինի, այդ բռնաութի մեջ չլինի, հա, որ ավելի արդյունավետ լինի ընկերության համար, դրա համար կարծում որ իրոք խոսելը ճիշտ է այդ դեպքում, որ որ միասին փորձեն ինչ-որ լուծում գտնել։ Մեր ընկերությունում հաստատ կարող եմ ասել, որ այդպես է, որովհետև առաջին հերթին կարևոր է մարդկային հարաբերությունները, արդյունավետությունն էլ է շատ կարևոր, բայց մի հետաքրքիր կորելացիա կա, որ երբ որ հարաբերությունները եւ մարդկային շփումները դրվում են առաջին պլանում, արդյունավետությունը ինքնին բարձրանում է։ Կանե ջան, կարող է լավ աշխատավարձը փոխհատուցել work-life balance-ին եւ մարդը մինչեւ որ պահն է պատրաստ այդ փոխզիջմանը։ Ինձ թվում է սա շատ արժեհամակարգային հարց է։ Շատ։ Կան մարդիկ, ովքեր իսկապես իրենց համար կարևոր չի միջավայրը, կան այդպիսի մարդիկ, որովհետև իրենք ավելի մենակ անհատականացված, այսինքն իրենք անհատական են աշխատում, իրանց միջավայրը շատ արժեք չի տալիս իրենց համար։ Այս դեպքում իհարկե կարող է լինել աշխատավարձը հենց work-life balance-ի հիմքում շատ կարևոր կոմպոնենտ։ Մեծամասնությունը մարդկանց ավելի շատ թիմի մարդիկ են, իմ դիտարկմամբ, ես ինչքան որ նկատել եմ, ավելի ձգտում են թիմային աշխատանքի եւ կարևորում են միջավայրը եւ այդտեղ աշխատավարձը work-life balance-ի համար բավարար պայման չէ։ Շատ տեսել եմ այդպիսի դեպքեր, երբ որ չգիտեմ, ունենալով շատ լավ աշխատանքային պայմաններ, միևնույնն է այդ հանգստության կամ այդ հանդարտության զենի զգացողությունը մարդիկ չունեն իրենց աշխատավայրում եւ կյանքում։ Հարմոնիան կորցրած են։ Այսօր շատ մարդիկ ասում են աշխատում եմ, որ հետո ապրեմ։ Ձեր կարծիքով երբ է գալիս այդ հետոն կամ գալիս է թե չէ։ Հատկապես երբ որ գնում ենք ճամփորդելու, տեսնում ենք, չէ, որ մեր շուրջը եվրոպացի կամ ամերիկացի տատիկ պապիկներ են, ովքեր աշխատել են ու հիմա եկել են վայելելու իրենց հավաքած գումարները։ Չգիտեմ, դա էլ է մոտեցում երևի, բայց երևի վերջի 5 տարիներին մենք բնակչությունը աշխարհի հասկացավ, որ հիման շատ կարևոր մոմենտ է։ Այսինքն հիմա ապրելը, հիմա
զգալը, հիմա ունենալ այդ փորձառություն շատ կարևոր ու անփոխարինելի բան է դարձել բոլորիս համար ու երևի հիմա ապրել, որ հիմա աշխատել, որ հետո վայելել, այդ մի քիչ էլ այդքան համենայն դեպս մեր ավելի երիտասարդ generation-ը բառը հայերեն ոնց է? Սերունդ, հատկապես ավելի երիտասարդ սերնդի մոտ այդ հիման շատ ավելի սենց վառ արտահայտված ցանկություն է։ Նույն մասնագիտությունները ընտրելու հարցում, օրինակ բժշկի մասնագիտությունը մեր սերնդի համար շատ սենց բարձր նշաձող էր եւ շատերն էին ձգտում գնալ ընտրել բժշկի մասնագիտությունը կամ իրավաբանի մասնագիտությունը, հիմա չէ, որովհետև ես հիմա այդքան ժամանակ ծախսեմ այդ բարդ ճանապարհով անցնեմ, որ հետո դառնամ լավ անունով բժիշկ։ Չէ։ Հիմա անգամ այդ բանը բարձրագույն կրթությունը, թեկուզ ուրիշ ոլորտներում, հենց մարքեթինգի ոլորտում ասում, կրճատում են, եթե ինչի գնամ համալսարանում 4 տարի սովորեմ, եթե կարամ ինչ-որ կուրսեր անցնեմ ու 6 ամսում դառնամ մասնագետ կամ չգիտեմ ինչ-որ։ Այ հիմայի միշտ շտապում ենք։ Այ հիմայի բանն է, էլի ձեր ասած։ Արհեստական բանականությունը ու տեխնոլոգիաները մարդկանց խոստանում են ավելի շատ ժամանակ։ Ձեր կարծիքով մարդիկ հիմա իրոք ավելի շատ ժամանակ ունեն, թե ուղղակի ոնց որ աշխատանքը տեղափոխվել է տուն։ Ինձ թվում է հաստատ ինչ որ խոստանում էին, տվել են։ Այսինքն արհեստական բանականությունը իսկապես շատ ժամանակ է, հնարավորություն է տալիս ուղղակի օպտիմիզացնել գործողություններ, ավելի արագ անել, չլսված արագությամբ կատարել եւ իսկապես շատ ժամանակ է շատ ազատ կրճատել է ժամանակը մի խոսքով, բայց միևնույնն է չի կրճատվել աշխատանքում անցկացրած ժամանակը, որովհետև այնքան արագ է փոփոխվում աշխարհը միևնույն ժամանակ, այնքան արագ են նոր պրոդուկտներ դուրս գալիս, աշխարհը փոփոխվում է, որ պետք է այդ փոփոխության հետևից հասցնել։ Հետևաբար, մենք ավելի արագ ենք ինչ-որ բաներ անում, բայց թասկերն էլ շատանում են ըստ այդմ, որպեսզի կարողանանք հասցնել այդ ռիթմի մեջ մնալ, նույնիսկ հիմա նկատել եմ, որ կանայք, ֆիզարձակուրդ չեն ուզում գնալ եւ ինչով է դա պայմանավորված, որովհետեւ վախենում են գնալ ու հետ մնալ։ Եվ այդ առումով հետ մնալու վախը շատ ուժեղ բան է եւ արհեստական բանականությունը, հետ գալով արհեստական բանականությանը մեզ հնարավորություն է տալիս կրճատել այն ռուտինի բաները, գործողությունները եւ ավելի շատ ժամանակ նվիրել ավելի հետաքրքիր գործերով զբաղվելով։ Օրինակ մեր ոլորտում կրճատվել է ավելի քիչ ժամանակ գուցե ծախսենք հաշվարկներ, չգիտեմ, ձեռքով, Excel-ներով ինչ որ բաներ անելու վրա եւ փոխարենը խորանալ ավելի արդյունքների մեջ եւ վերլուծական ավելի հետաքրքիր աշխատանք կատարել, բայց հաստատ աշխատանքը չի պակասել։ Ինձ թվում է, եթե ես միշտ բողոքում եմ ասում, ինչու է 24 ժամ օրը մի քիչ երկար լիներ, բայց որ մի քիչ ավելի երկար լիներ, զուտ ավելի շատ էի աշխատել։ Ավել ոչ մի բան չի անելու։ Ախր տեսնում ես հնարավորությունները, որ վայ կարելի է այս խնդիրներ լուծել, անել, էսել, ու քեզ այդ ամեն ինչը հետաքրքրում է, ընկնում ես այդ ամեն ինչի հետևից։ Կանե ջան, եթե մարդը տարիներ անց հասկանա, որ հասել է լուրջ հաջողության կարիերայում, բայց այդ ընթացքում կորցրել է իր կյանքի ամենակարևոր պահերը, դա հաղթանակ է թե պարտություն։ Այնքան անձնական հարց է։ Դժվար է որ հասնես ինչ որ մի կարիերայի բարձունքի ու տեսնես, որ լիքը բան բաց ես թողել քո կյանքում։ Շատ ցավալի է, էլի տխրեցնում է։ Հաղթանակը թե պարտություն։ Կարծում եմ, էլի արժե համակարգի հետ կապված է այս հարցը։ Նայած, շատ արժե համակարգի հետ կապված թեմա է, նայած էլի տվյա նայած ինչ ես կորցրել, ինչի դիմաց, ինչ ձեռքբերումներ ունես, հետաքրքիր բան է վերջերս տեղի ունեցավ, ուրեմն մտածում էի, էլի
սենց փորձում էի մատրիցա սարքել, ինչ ունեմ, ինչ ունեմ, ինչ չունեմ, ինչ ունեմ, ինչ չունեմ, ու երբ որ համեմատեցի, տեսա, որ փաստորեն ես ահագին բան ունեմ։ Ու ինչ որ 10% բան չունեմ, երևի ասենց եթե բանական հաշվար կանենք, ապա 90% ես այդ 90%-ը ունեմ ու 10% բաներ կա, որ ինձ պակասում են կամ 5% բաներ կա, որ ինձ պակասում են ու որոնք իմ ուղեղում առաջացնում են այդ տրիգերը, այդ ինձ նյարդայնացնում են։ Դա երբ որ հաշվեցի, հասկացա, ասի փաստորեն ինչ անշնորհակալ մարդ եմ ես այդ Թարպես պահին։ մարդ տեսակն է այտենց միշտ ինչքան էլ որ ունենք, մեր աչքին չի երևում մեր ունեցածը։ Մինչև այն պահը, որ կամ կորցնում ենք, կամ չգիտեմ, ինչ որ ունենց դեպք կա լինում, որ հասկանանք, որ իրոք պետքա շնորհակալ լինենք։ Շատ դժվար է իրականում նկատել այն ամեն ինչը, որ ունենք, որտեղ միշտ ձգտում ենք այն չունեցածին, այնքան ենք կարևորում մեծացնում այդ, որ մոռանում ենք մեր ունեցածի մասին։ Կանե ջան, այսքանն են մեր հիմնական հարցերը, անցնենք բլից հարցերին։ Բարձր աշխատավարձ թե work-life balance։ Work-life balance։ Կարիերան պլանավորել թե ապրել պահով։ Պլանավորել։ Ավելի շատ ազատ ժամանակ թե ավելի շատ գումար։ Ավելի շատ գումար։ Լինել մշտապես զբաղված թե լինել իսկապես արդյունավետ։ Իսկապես արդյունավետ լինել։ Աշխատանք ընտրելիս առաջինը բարձր աշխատավարձը թե կայուն միջավայրը։ Արժե համակարգային հարց է։ Չեմ կարող ասել։ Ես կընտրեի միջավայրը։ Կայուն միջավայր։ Կանե ջան, այսքանով ավարտվեցին մեր հարցերը։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու եւ հաճելի զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ հետաքրքիր հարցերի համար, Անի ջան։ Ստեսություն։ Ստեսություն։